Մարդու իրավունքների եվրոպական դատանը վերջնաժամկետ է տվել Հայաստանի կառավարությանը։ Մինչև ապրիլի 18-ը կառավարությունը պետք է պատասխանի Եվրոպական դատարանին Սասնա Ծռեր խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջության վերաբերյալ առաջադրված հարցերին։ Մինչև ապրիլի 18-ը իրականացվեն բոլոր բժշկական գործողությունները եւ այդ գործողությունների մասին տեղեկություններ տրամադրվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությունից պահանջել է ձևավորել նաեւ բժշկական հանձնաժողով։ Այդ թվում նաեւ արտերկրից բժիշկներ լինեն, կարող են այդպիսի հնարավորություններ տրվել, ինչպես նաև մեր կողմից։ Եվրադատանի նամակից հետո մարտի 23-ին Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց վնասվածքաբանության կենտրոն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման հիման վրա է, որ ուղեգիրը այդպես արագ պատրաստվեց, քանի որ Եվրոպական դատարանը պահանջել է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց եւ բուժել։ Պաշտպանը սակայն նշում է, որ պահանջն ամբողջությամբ չի կատարվում։ Քանի որ ոսկրային ինֆեկցիայի հետազոտության համար, ինչպես Աստղիկ բժշկական կենտրոնում նշեցին, Հայաստանի Հանրապետության միակ բժշկական կենտրոնը դա վնասվածքաբանական կենտրոնն է, այդ իսկ պատճառով նրան տեղափոխել են այնտեղ, միայն այդ հետազոտությունը իրականացնելու։ Իսկ թե որտեղ կստանա իր հետագա բուժումը Հովհաննես Հարությունյանը դեռ պարզ չէ։ Հուլիսի 26-ին բարեկապահակային ծառայության տարածքում գտնվելու ժամանակ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում էր ստացել եւ նրա ոտքում դեռ բեկորի 18 մասնիկ է մնացել։